Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտ ասած մի հատ շատ ուժեղ գանձ եմ գտել, ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Գիտեք, Ղուկաս 23:42-ում այն մի երիտասարդը, որ Քրիստոսի մի կողմում խաչված էր, այն մեկը նախատես Քրիստոսին, ասաց, թե դու ես Աստծո որդին, իջի քեզ իջացրու մեզ էլ ազատի եւ այլն, իսկ այն մյուսը սաստեց, ասաց ձենդ կդրի, ասաց դու չես վախենում Աստծուց։ Ու գիտեք, հետո ֆորումա գիտես ինչ ասում Աստծուն։ Ասում խնդրում եմ էլի Տեր, ասում եմ, որ գաս քո արքայությունով հիշի ինձ։ Շատ ճիշտ ասած, շատ քրիստոնյաներ այս խոսքը վերցնում են ու շատ ժամանակ ես որ հավատքի մասին եմ խոսում, շատերը կանել ասում են Քրիստոս, եթե Քրիստոսին Տեր դավանես փրկվում ես եւ այլն, ասես բաներ են ասում, բայց Քրիստոսին Տեր դավանելու համար ընկերներ պետքա Քրիստոսի խոսքը պահես, ասում են չսիրող իմ խոսքերը չի պահում ընկերներ, ասում են ինչու եք ինձ ասում Տեր կոչում, բայց ասում են իմ ասածները չեք անում ընկերներ։ Նայեք, այս մեր ընկերը որ խաչի վրա էր, ուղիղ ձեզ ասում եմ, հələ այս մարդու հավատքը նայեք, ձեզանից շատերը որ այդ Աստվածաշունչը կարդում եք, այդպես պարոստը կարդում եք կարդալու համար, բայց հələ խորած եք այդ խաչի վրա, այդ ցավի մեջ, գիտի որ հեսա մեռնում է, գիտեք, որ այդ խաչից ոչ մեկ սաղ չի իջնում, դաժե որ ժամը անցնում է, տալիս ոսկորները ջարդեցին, իր ծնկները ջարդեցին այդ ընկերոջ։ Քրիստոսինը չջարդեցին, որովհետև գրված էր, որ ոսկորները չպետք է ջարդվեր, բայց կողքը վնասեցին այդ Գեղարդը մցրեցին այս կողքը, ստուգելու համար որ մահացել է թե չէ։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, խաչի տանջանքի այդ ամեն ինչի մեջ այդ մեղավոր մարդը։ Գիտես ֆորմա Քրիստոսին նա ինչ ասում։ Ասում է, որ գաս հիշի ինձ, քո արքայությունով որ գաս հիշի ինձ։ Էդի գիտեք այդ ինչա, այն գիտությունը որ Պետրոսը ասում է դու ես կենցանի Աստծո որդին, Քրիստոսն ասում է մարմինն ու արյունը քեզ չհայտնեցին, այլ իմ հայրը որ երկնքում է, ինքը քեզ հայտնեց։ Հիմա ընկերներ ճշմարտությունով ասում եմ, ինքը մեղավոր մարդ էր, ով պիտի